Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունները շարժման մեջ են դրել տարածաշրջանային, այսպես ասենք, այդ տեկտոնիկ սալերը եւ ըստ էության process-ները սկսել են ընթանալ իրենց տրամաբանությամբ։ Հայաստանը եւ Ադրբեջանն այդ համաձայնության շրջանակներում եւ համաձայնության ոգով փոխադարձաբար ընդառաջ քայլեր են անում իրար, ուղղված քայլեր, ուղղված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Բացի դրանից էլ երկկողմ process-ներ են զրույց սկսվող միջպետական ուրեմն հարաբերություններում առաջին քարերն են դրվում բոլոր ուղղություններով, դա թե դելիմիտացիայի դեմարկացիայի հարցն է, թե հենց այդ կոմունիկացիաների հարցն է, հումանիտար հարցեր են, հանդիպումներ են տեղի ունենում տարբեր մակարդակներում, այդ թվում նաև ոչ պետական։ Եվրամիությունը այս պայմանավորվածությունն այլևս միայն ամերիկյան չի դիտարկում, այդ մասին է վկայում օրեր առաջ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի հայտարարությունը, որ Եվրամիությունն այս պրոյեկտը կամ այս պայմանավորվածությունը համարում է նաև իրենը եւ դիտարկում է որպես Եվրատլանտյան, ընդհանուր Եվրատլանտյան ռազմավարության տրամաբանության մեջ եւ Եվրամիությունը պատրաստ է նաև ներդրումներ կատարել այս հաղորդակցության ուղիների զարգացման գործում, մասնավորապես նշելով նաև չափը մինչև 2.5 միլիարդ եվրո։ Այս ֆոնին իհարկե ռուսները եւս Ադրբեջանի հետ պայմանավորվել են, որ Ադրբեջանը ռուսական բեռների համար եւս տարանցման սահմանափակումները հանում է Հայաստանի համար եւ ռուսական բեռները Ադրբեջանով եւս կարող են գալ հասնել Հայաստան։ Բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը սպառնում է, որ թույլ չի տա, որ Անդրկովկասը, ինչպես իրենք են ասում, չնայած իրենք են մեզ համար Անդրկովկաս, եւ Կենտրոնական Ասիան թույլ չեն տա, որ պոկեն Ռուսաստանից, ինչ որ կառույցներ են ձևավորում երկխոսության եւ այդքան իրենց այդ երկխոսության արդյունքը չի հետաքրքրում, որքան այդ երկրները Ռուսաստանից պոկելու շահը, Լավրովն է ասում։ Սա սպառնալիք է։ Իհարկե, այն որ Թրամփը Ռուսաստանին թղթևագր է անվանում, այդ սպառնալիքներն այդ ֆոնին կարծեք թե հիշեցնում են միայն որոշակի, այսպես ասենք, իներցիա եւ փորձ բարերով ինչ որ բան արգելակելու, բայց ոչ ավելի։ Ռուսաստանն այսօր զբաղված է իր պատերազմով եւ թաթախվել է այնտեղ մինչեւ ականջները։ Այս ֆոնին էլ մենք տեսնում ենք, որ այս իրադարձությունների հետ կապված եւ այս իրադարձությունների տրամաբանության շուրջ էլ ծավալվում են ներքաղաքական process-ները Հայաստանում եւ Ռուսաստանն այստեղ իր ամենազազրելի պրակտիկաներն օգտագործելու համար որևէ խոչընդոտ չի տեսնում եւ կիրառում է ամեն ինչը ինչ հասանելի է իր համար, այդ թվում ընդཐུպ մինչեւ եկեղեցուն գործիքավորելը իր հիբրիդային պատերազմում, այնպես ինչպես արել է մի շարք այլ երկրներում եւս, Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Բելարուսում եւ այլն։ Բալթյան երկրներում մինչ օրս երկրներ, որոնք թե ՆԱՏՕ-ի, թե Եվրամիության անդամ են։ Փորձենք հասկանալ, ֆիքսենք քաղաքական պահը եւ գնահատենք։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Գերմանիայից,
մեր հյուրն է Եվրամիության եւ հետխորհրդային երկրների հարաբերությունների հարցերով փորձագետ Իրինա Ղուլինյան Հերցը, բարև ձեզ տիկին Ղուլինյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ ուրեմն գանք, այսպես ասենք, արտաքին ուրեմն հարթությունից եւ հասնենք այսպես մեր ներքաղաքական դիսկուրսներին, որոնք շրջանառվում են Հայաստանում օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների այսպես ոգով Հայաստանը եւ Ադրբեջանն ընդառաջ փոխադարձ այսպես քայլեր են անում, հայտարարություններով հանդես գալիս հենց կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, մասնավորապես այդ տարանցման սահմանափակումներն են հանվում փոխադարձաբար, ինչ է սա փոխում տարածաշրջանի համար եւ ինչպես է այս ամենը երևում, այսպես ասենք, եվրոպացու աչքերով, եվրոպացու հայացքով եւ Եվրամիության շահերից ելնելով համեցեք։ Մեր զրույցներից մեկում, եթե չեմ սխալվում, մենք պարոն Մեհրաբյան ամեն ինչ արձագանքում է Ուկրաինայի տեխնիկական ինչ-որ բան այն չէ։ Կողովի։ Համեցեք։ Մեր զրույցներից մեկում մենք երբ խոսում ենք այդ մասին, ես ուզում եմ կրկնել այն ինչ ասեցի, որ Եվրամիությունը, եվրոպական երկրները ըստ էության թեթևացած են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ձեռքը վերցրեց այս process-ը եւ հասցրեց ինչ-որ մի հանգրվանի, իհարկե դա ամենավերջին կետը չէ, բայց հասցրեց մի հանգրվանի։ Սկզբնական շրջանում նաև այստեղ թերահավատություն կար, թե այդ համաձայնություններից հետո, Վաշինգտոնյան համաձայնություններից հետո, թե ինչ կհաջորդի կամ ընդհանրապես ինչ-որ բան կհաջորդի դրան եւ ամենակարևորը երբ ինչ-որ բան կհաջորդի։ Բայց անմիջապես այդ համաձայնությունների ձեռքբերումից հետո Եվրամիությունը արտահայտեց, որ պատրաստ է իր կարողությունները ըստ պահանջարկի ներդնել այդ խաղաղության իրականացման գործի ինչ-որ մի հատվածում, դա կլինի տնտեսական հատված, հաղորդակցության ուղիներին առումով, ինչ-որ մի հատված։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ այդ գործընթացը դինամիկա է ստացել, արդեն իրականացման առաջին այդ նախաձեռնությունները դինամիկա են ստացել եւ բնականաբար Եվրամիությունը չի պատրաստվում այսպես ուշացած ձևով միանալ եւ անմիջապես հաջորդ ազդակն տալիս, որ պատրաստ է նաեւ այդ գործընթացներում ֆինանսական մեծ ներդրումներով ներգրավվելու։ Սա բնականաբար մեծապես բխում է Եվրամիության շահերից ինչ ստացեց Եվրամիությունը ինքը չներգրավեց այդ մեծ գլխացավանքային կոնֆլիկտի մեջ, եկեք այսպես ասենք, որովհետև մենք գիտենք դա մի ահռելի պատմությամբ կոնֆլիկտ է եւ հիմա կարծես թե հասել են մի կետի, որ այդտեղից հետո այլ տրամաբանություն է այլևս, հա, դինամիկան բոլորին այլ է եւ բնականաբար ներգրավում են եւ Եվրամիության ասելով մենք պետք է նաեւ հասկանանք, որ Եվրամիության շատ երկրներ շահերի տարբեր չափաբաժիններով եւ նաեւ Եվրամիության որպես կառույցի շահի չափաբաժնում բնականաբար այդտեղ ներգրավվելու իրենց հնարավորությունները, իրենց հետաքրքրությունների չափը ճշտելու, հաշվարկելու խնդիրներ եւ պատրաստ են ըստ էության դրան։ Դա չի նշանակում, որ Եվրամիության բոլոր պետությունները նույն խանդավառությամբ են, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ այդտեղ հստակ ոչ միայն ազդակ կա, այդ ազդակը կայացված որոշման հետևանքով է հաղորդակցվել, այսպես ասենք։ Եվ մենք տեսնում ենք, որ շատ արագ քայլեր են նախաձեռնվում, ընթացքի մեջ են նախկին հակամարտող կողմերի միջև, մենք տեսնում ենք ինչ մեծ արագությամբ իրադարձություններ են կատարվում հայ-ադրբեջանական երկկողմ այդ գործընթացներում եւ սա նախանշան է, որ զգուշավոր լավատեսությամբ, որ այս գործընթացը, այսպես ասած, թղթի վրա ձեռք բերված պայմանավորվածություններ չեն լինի։ Այստեղ ըստ ամենայնի նաև մեծ հանգամանք գործոն է, որ ըստ էության տպավորություն է, որ կողմերը աշխատում են Ամերիկյան Միացյալ Նահանգների հովանու ներքո ձեռք բերված
խաղաղությունը եւ այդ ամբողջ հաղորդակցության ուղիների այդ ամբողջ փաթեթը հնարավորինս արագ ինչ որ իրականացման ռելսերի վրա դնել, ինչու արագ, որովհետեւ մենք գիտենք, որ երկիրն է, որ այս տարածաշրջանում շատ ցավոտ է ընդունում ցանկացած փոփոխություն, ցանկացած նախաձեռնություն, որտեղ առաջին ջութակը ինքն է։ Խոսքը Ռուսաստանի մասին է։ Եվ տպավորությունն իսկապես այնպեսին է, որ այս ժամանակահատվածը փորձում են օգտագործել գետնի վրա արդեն այդ խաղաղության պայմանավորվածությունների հաղորդակցության ուղիների բացման ռեալ փաստացի քայլեր կատարելու համար, որը Ռուսաստանին կզրկի ժամանակի մեջ կզրկի ինչ որ մի պահի այդ ամենի նկատմամբ, այսպես ասենք, վերահսկողության իր հավակնությունները իրականացնելու հնարավորությունից կամ կնվազեցնի, եկեք այսպես ասենք։ Եվ այս արագության շարժիչ կարելի ասել շատ առանցքային հիմքը կարծես թե դա է։ Եվ Ռուսաստանին այս պահին եթե նայում ենք արձագանքները, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի արձագանքելու կուլտուրային եթե նայենք մշակույթի ու շատ մեղմ արձագանքներ են եւ տպավորություն է, որ այս փուլի համար Ռուսաստանը այսպես կտրուկ շարժումներ չի պատրաստվում անել, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը իր շահերը, իր տեսակետից իր շահերը այստեղ այդ խաղաղության պայմանավորվածությունների հաղորդակցության ուղիների չի նշանակում, որ նա այսպես արդեն հրել է մի կողմ։ Մենք տեսնում ենք, որ ուղիների որոնման մեջ է Ռուսաստանը եւ այդ ուղիներից մեկը օրինակ ներքաղաքական գործընթացների վրա, ասենք Հայաստանում, սպասող խորհրդարանական ընտրությունների համատեքստում ազդեցություն ձևավորելու եւ արդյունքները իր շահերին համապատասխան արդյունքների ապահովման ջանքեր է գործադրելու։ Ուզում եմ ասել, այս պահի համար մենք տեսնում ենք, որ եթե կոշտ ասենք Ռուսաստանը այսպես թե այնպես մի քիչ հաշտվել է դրա հետ, բայց դա չի նշանակում, որ հրաժարվել է այդ գաղափարից։ Եվ եթե մենք լսում ենք օրինակ ընդդիմադիր դաշտից լսվող քննադատություններ այս Վաշինգտոնյան համաձայնությունների շրջանակում, մենք շատ տեսնում ենք, չէ, որ այդտեղ կա դրա կոմպոնենտը։ Իհարկե զարգացումներին կհետևենք, կտեսնենք, բայց այս պահի դրությամբ կարելի է ընդհանուր դա ասել։ Տիկին Վոլինյան, նաև այո Ռուսաստանը մինչ օրս այսպես այս Վաշինգտոնյան համաձայնությունների հենց զուտ մաքուր վերցրած Վաշինգտոնյան համաձայնությունների հետ կապված ամենայն դեպս պաշտոնական Մոսկվան արտահայտվում է բավականին այսպես կոռեկտ, ինչպես դուք ասացիք, հաշվի առնելով նրանց արձագանքման կուլտուրան, հա, եթե դա կուլտուրա էլ կարելի է համարել, բայց ահա այսօր Մինսկում ելույթ է ունենում Ռուսաստանի արտգործնախարարը եւ ասում է, որ թույլ չենք տա Ռուսաստանից պոկել Անդրկովկասը եւ Կենտրոնական Ասիան։ Եվ դրա համար կօգտագործենք այն ամենը, ինչ մեզ հասանելի է դիվանագիտական, քաղաքական եւ տնտեսական միջոցները։ Մենք նաև ռուսական արձագանքման կուլտուրան նաև այնց քաղաքական ազդեցության հարթության վրա գիտենք, հա, որ դա նշանակում է որևէ կուլտուրայի բացակայություն եւ ընդհանրապես միջոցների մեջ որևէ խտրականություն չդնելու այսպես պրակտիկա, սակայն Ռուսաստանն այսօր շատ վատ վիճակում է, ռազմաճակատում մենք տեսնում ենք, որ կոտորած է տեղի ունենում ռուսական զորքերի առանց որևէ մի ռազմավարական փոփոխության, պլյուս դրան էլ Միացյալ Նահանգների հետ, հա, այդ բոլոր այդ ֆոկուսները, որը Ռուսաստանը ձեռնարկում էր Թրամփի միջոցով լեգիտիմացնելու Ուկրաինային ճնշելու իր բոլոր փորձերը չի ստացվում, ստացվում է հակառակը, ստանում է ծանրագույն սանկցիաներ իր նավթարդյունաբերության ֆլագման ընկերությունների նկատմամբ, իր նավատորմի նկատմամբ, նաև երկրորդային սանկցիաներ ռուսական նավթը սպառող երկրների նկատմամբ։ Մենք ոնց գնահատենք Ռուսաստանի այն նման այս հոխորտանքը արտգործնախարարի կողմից, ձեր կարծիքով։
նայեք Ռուսաստանի այդ ձեր ասած փոխորդակը ինքը ընդհանուր ձևակերպում է եւ դիվանագիտական լեզվի մեջ երբ որ այդպես ընդհանուր ձևակերպում է կոնկրետ որևէ պետության չէ, ընդհանուր ասում է Հարավային Կովկասը, այս եւ այն շրջանակային Բայց մենք տեսնում ենք, որ նաեւ շատ զգուշավոր է Ռուսաստանը իր ձևակերպումների մեջ ուղիղ հասցեագրում գոնե այս պահի դրությամբ չի արվում ԱՄՆ-ի ուղղությամբ Իսկ եթե օրինակ ասվում մենք չենք թողնի որ Անդրկովկասը այս այն օրինակ եթե մենք վերցնենք մեր Հարավային Կովկասը մենք գիտենք չէ եթե նման ուղերձ է հղվում ում է հղվում ով է հիմա այնտեղ նախաձեռնության հեղինակը ԱՄՆ-ը չէ հիմա կան իրավիճակներ երբ Հիմա վերանանք ընդհանուր Ռուսաստանի արտաքին քաղաքական այդ բանը, բայց կան իրավիճակներ, որտեղ ինչ-որ մի կերպ պետք է արձագանքել, չէ, իրենց այսպես դեպքի համար։ Եվ դա դրա շարքից է, բայց եթե մենք օրինակ փորձենք մանրամասնել, թե ինչ կարող են անել եւ ինչպես եւ երբ Եվ համաժամանակյա արդյոք կարող են այս բոլոր երկրներում, այդ նշված ռեգիոնների բոլոր երկրներում անել այնպես, որ չփոխվեն իրենցից, այդտեղ շատ մեծ հարցեր են առաջանում, արդյոք այդ հոխորտանք ուղերձը իրականացման նաև այդքան մեծ հնարավորություն ունի, բայց իհարկե այդ ուղերձը նաև եւս մեկ անգամ ցույց է տալիս ռուսական պատկերացումները, ես մի անգամ այդ ձևակերպումն արել եմ, երբ կրկնեմ դա, որ Ռուսաստանը այդ ռեգիոնի պետությունները այդ ամենը տեսնում է որպես ժառանգած գույք, ժառանգական իրավունքի ինչ-որ ընկալում կա Ռուսաստանի մեջ, որ իր, չգիտեմ, իր ժառանգությունը իրենից ուզում են խլել, հա։ Եթե մենք մնանք Հայաստանի մասով, պիտի նորից անդրադառնամ նրան, որ Ռուսաստանը պետք է փորձի հիմնականում իր համար ավելի էժան է ոչ միայն Հայաստանում, այլև մյուս երկրներում, որտեղ պետք է փորձի կամ արդեն իսկ փորձել է, ավելի իր համար էժան է այսպես ռեսուրսի առումով ներքաղաքական իրադարձությունների վրա ազդեցություն գործել եւ իրեն նպաստավոր քաղաքական որոշումներ կայացնող կառավարությունների եւ այլն ձևավորել, քան իսկապես կոնֆրոնտացիայի բուն ժանրի մեջ, ռուսական կոնֆրոնտացիայի ժանրը, մենք գիտենք որն է, մենք տեսնում ենք Ուկրաինայում որն է, հա, քան դրա մեջ ինչ-որ բան անել։ Դրա համար, եթե մենք կոնկրետ Հայաստանի մասով տեսնենք, այստեղ է դարպասը այդ ուղերձների իրականացման հնարավորությունները, այստեղ է այս ոճի վրա։ Ռուսաստանը հիմա չի կարող այդ բոլոր ռեգիոններում ուժի դիրքից, կոշտ ուժի դիրքից չի կարող ոչինչ անել, եւ դա անհեթեթել է այդպես մտածել։ Դրա համար կրկին նեղացնելով այդ հնարավորությունների շրջանակը ավելի շատ, ավելի էժան, ավելի հեշտ է Ռուսաստանի համար ներքին քաղաքական իրադարձությունների վրա ազդել եւ իր համար նպաստավոր միջավայր ձևավորել, քան ամենտեղ Ուկրաինա անել, այսպես կոշտ ասած։ Եվ դուք նշեցիք նաև իհարկե Ուկրաինայի իրավիճակը ցույց է տալիս, որ հիմա կարող են թղթել կամ չգիտեմ ինչ է վագրացել, բայց ցույց է տալիս, ցույց է դնում Ռուսաստանի շատ խոցելի կողմերը եւ դեռևս երբ պատերազմը հարձակումը ռուսականներով էր սկսվել, շատ տնտեսագետներ հաշվարկում էին պարզապես Երբ է տնտեսական կարողությունների առումով գալու այն կետը, որտեղ Ռուսաստանը այլևս չի կարողանալու այն մասշտաբով ինչպես մինչև հիմա սպասարկել այդ պատերազմը։ Եվ ես տնտեսագետ չեմ, ես այդ հաշվարկների իրականությունը կամ կանխատեսելիության աստիճանը չեմ կարող, բայց այդ հաշվարկները մեծ հաշվով այն կոնսենսուսն այն էր, որ 2026 թվականից մեծ խնդիրներ է արդեն Ռուսաստանը ունենալու այդ պատերազմը սպասարկելու առումով։ Եվ նաև դա է պատճառը, որ ռուսական ուղերձները այս պահին ԱՄՆ-ի ուղղությամբ այսպես շատ ընտրված բառերով են եւ որտեղ հնարավոր է նորից փորձում են ԱՄՆ-ի նախագահի, չգիտեմ, ինքնասիրությունը շոյկան։ Մենք տեսնում ենք այդ ամենը Եվ այդ զգուշավորությունը նաև պատճառ ունի։ Տիկին Օլինյան, այսօր նաև իր հարցազրույցի ժամանակ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձավ ռուսական ազդեցությանը, ասելով, որ պարտություն կրելով Մոլդովայում ռուսները փորձելու են փոխել իրենց մարտավարությունը հետխորհրդային տարածքյան երկրներում, որտեղ ընտրություններ են եւ
Ռուսաստանը ֆիքսելու է իր կարողությունները Հայաստանի ուղղությամբ, որտեղ հաջորդ տարի ընտրություններ են եւ քիչ փոփոխված մարտավարությամբ։ Ինչ է կարծում Ռուսաստանի խնդիրը մարտավարությունն է, թե այնուամենայնիվ կարողությունը եւ ինչպես կմեկնաբանեք Սանդոյի այս հայտարարությունը։ Այդ հայտարարությունը իրականությունը բավականին մոտիկից է նկարագրում այն, որ ուշադրությունը կողմնորոշելու է Հայաստանի ուղղությամբ։ Հիմա մեթոդների կարողությունների մարտավարության այդ ամենի առումով մենք կարող ենք տարբեր հիմա վերլուծություններ անել, բայց Հայաստանի դեպքում հարցն այն է, որ Հայաստանի ընտրությունները ոչ միայն սովորական այսպես այն շարքից են, որ մենք գիտենք, որ Ռուսաստանը աշխատում է այնտեղ, որտեղ օրինակ եվրոինտեգրման մեծ ձգտումներ, մղումներ կան, այնտեղ իրավիճակը հսկողության տակ։ Դրանից բացի Հայաստանում կատարվող ընտրությունները կարևոր են Ռուսաստանի համար նաև այն թեմայի շուրջ, որի շուրջ մենք խոսեցինք, այդ հաղորդակցության ուղիների, այդ ԱՄՆ-ի հովանու ներքո բացվող այդ հաղորդակցության ուղիների մասին, որը իր ամբողջ տրամաբանության մեջ մենք գիտենք գլոբալացված աշխարհում այդ անցնող ուղիների ինչ կարևոր մի հատված է։ Ռուսաստանի համար այս պահին Հայաստանի ընտրությունների, սպասվող ընտրությունների Հայաստանի ելքը դեռ մեծապես կարևոր է այդ առումով, իր այդ խնդիրը լուծելու առումով։ Եկեք մի քիչ ուշադրություն դարձնենք այն արտահայտություններին, այն ուղերձներին, որոնք հնչել են Մոսկվայից այդ թեմայի շուրջ եւ նաեւ ներքաղաքական հայաստանյան ներքաղաքական բանավեճերում հատկապես ընդդիմադիր ուժերի ձևակերպումներում մենք տեսնում ենք, որ գեներացվում է այդ օգոստոսի 8-ի այդ պայմանավորվածությունները ոչ թե կոշտ տարբերակով արխիվ նետելու ինչ-որ քաղաքականություն, այլ շատ նուրբ եղանակով փորձ է արվում գեներացնել հետևյալը, որ դրանից լավ հավելումներով այդ պայմանավորվածությունը, դրան պետք է հավելել ևս կարևոր բաներ Հայաստանի համար, այսպես կամ այնպես, եւ այդպես է մատուցվում։ Բայց եթե մենք նայում ենք, թե դա ինչ է նշանակում իրականության մեջ, դա նշանակում է փափուկ ձևով փորձել վիճեցնել այդ համաձայնությունների կատարումը։ Չէ՞, այսինքն ստեղծել մի իրավիճակ, որ թեկուզ եւ շատ լավ առաջարկներով, չգիտեմ ինչով, որ Հայաստանը ըստ էության ինչ ասում, պետք է վերանայի այդ համաձայնությունը եւ իր նպաստավոր կետերով դա լրացնի։ Դա ինչ է նշանակում, դա նշանակում է արգելակել այդ համաձայնության իրականացումը, իսկ դա ինչ է նշանակում, դա նշանակում է Ռուսաստանի տեսակետից իր նպատակին հասած լինել, եթե դա այդտեղ դադարում է, այնպես չէ, որ ԱՄՆ նախագահը եւ Ադրբեջանի նախագահը նստած սպասում են եւ ասում են, «Վայ, ինչ կրեատիվ մտահղացումներով եկաք դուք, լավ, եկեք նստեք, մենք նայել դա էլ քննարկենք, մենք գիտենք, որ ցանկացած վերանայման ազդակ այդ դրողությամբ նշանակելու է պարզապես դա տորպեդահարել։ Չէ՞ որ այնտեղ նստած չեն պայմանավորվողներ, ովքեր ասում են, եկեք տեսնենք էլ ինչ լավ բան կարող ենք անել Հայաստանի համար։ Եթե նույնիսկ ենթադրենք ԱՄՆ նախագահը ասում է, եկեք տեսնենք էլ ինչ լավ բան կարող ենք անել Հայաստանի համար, բայց չէ՞ որ Ադրբեջանի նախագահը չէ այդ տրամաբանությամբ։ Սա մի քիչ հիշեցնում է այն իրավիճակը ամբողջ բանակցային պատմության մեջ Արցախի շուրջ, երբ ինքնին ձեռքբերում էր համարում այդ բանակցային process-ում անընդհատ ինչ-որ նոր առաջարկներով գնալ, որ մեծ հաշվով հանգեցնում էր նրան, որ որևէ պայմանավորվածություն տեղի չէր ունենում։ Հա? Եթե մենք զուգահեռ անցկացնենք, դա նույնն է։ Ինչպես որ բանակցային process-ում դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ համաձայնության գալ, որ բանը չհասնի պատերազմի։ Եվ ըստ էության չէ դա։ Հիմա մենք պատկերացնում ենք, տեսնում ենք, որ ինչ-որ նման բան է գեներացվում եւ Ռուսաստանին պետք չէ, որ ինչ-որ կոշտ եւ բացարձակ ինչ-որ մեթոդներ բացի ես թույլ չեմ տա այդ հաղորդողիները ամերիկյան հովանու ներքո։ Մենք տեսնում ենք, որ նաեւ շատ բարձր պաշտոնյաների մակարդակով ասում են, որ դա տնտեսական նաեւ համագործակցություն է Ռուսաստանի հետ, այսպես այնպես, բայց այսպիսի նման գեներացումը մենք տեսնում ենք, թե ինչպես շատ փափուկ, շատ սահուն Ռուսաստանի
շահին կարող է ծառայել դրա համար այս ընտրությունների ժամանակ հատկապես, եթե մենք նայենք թե որ թեմաներն են որոշիչ լինելու, մենք կարող ենք տեսնել, որ այո, այս անգամ Ռուսաստանը նոր տակտիկա, նոր մեթոդներ, ամեն ինչ պետք է իր շահի տեսակետից ներառի, որպեսզի կարողանա ինչ-որ արդյունքի հասնել։ Ռուսաստանը ոչի հարձակվելու Հայաստանի վրա, այսպես ասենք։ Այդ է, չէ՞ մեթոդը։ Դա է։ Տիկին Ղուլինյան, այո, որքան էլ որ պաշտոնական Մոսկվան իրեն կոռեկտ է դրսևորում, բայց ռուսական պրոպագանդան ուղղակի կատաղած է Հայաստանի վրա եւ որևէ ձևով կաշկանդված չէ, այդ ուղղակի թշնամական այսպես վարք է դրսևորում, դա գաղտնիք չէ եւ նաեւ Ուրեմն ընտրություններին ընդառաջ, ինչը Ռուսաստանը հաստատապես իր համար որպես շանս է դիտարկում կորցրած դիրքերը հետ վերադարձնելու համար, օգտագործելով իր ազդեցության խմբերը Հայաստանի ներսում, փորձելով Հայաստանի վրա հարձակվել ներսից, այսպես ասենք, ցավոք սրտի անցած տարիների ընթացքում Ռուսաստանին տրվել է շատ մեծ հնարավորություններ նման բան մտածելու համար առնվազն եւ Ռուսաստանը չի խորշում եկեղեցին էլ օգտագործել եւ ահա մենք տեսնում ենք պետության ներսում եկեղեցին, որի հետ կապված, այսպես ասենք, այդ իրավաբանական հիմքերը այն Ստալինի ժամանակվա 46 թվականի այդ սովետական օրենքներից հետո շատ քիչ բան է փոխվել եւ այդ ինստիտուցիաները ոչ միայն Հայաստանում, Վրաստանում էլ հենց բուն Ռուսաստանում էլ դա այդ ժամանակների ինստիտուտն է եւ իներցիայով դրանք շարունակել են գործել հետխորհրդային շրջանում, դե իսկ հիմա էլ արդեն Հայաստանը որպես պետություն թևակողում է իր զարգացման հաջորդ փուլ եւ այստեղ ի հայտ են եկել հակասություններ, այսօր պարզ խոսում են եկեղեցում KGB-ի ագենտների արկայության մասին եւ նաեւ տեսնում ենք այսպես անողոք պայքար հռետորաբանություն եկեղեցականների կողմից սնդեմ պետության։ Դուք նաեւ որպես հայ ամենը կողքից նայում եք ինչ դիտարկումներ ունեք սրա հետ կապված Ռուսաստանի դերը այս պրոքսիների վարքը այս ամենում համեցեք Ես մինչև վերջին մասին անդրադառնալը ձեր հարցի ես կուզեի առաջին մասին անդրադառնամ գիտեք ես այն կարծիքին չեմ որ Հայաստանում միայն այսպես քաղաքական ինչ որ անհատներ են որ ռուսական տրամաբանության եւ այլն Հայաստանի հասարակության մեջ կա նաև մաս մարդիկ, շատ սովորական մարդիկ, ովքեր մտածելակերպով աշխարհը կալման, կարող է շատ նմանություններ առաջանալ Ռուսաստանում տիրող հասարակական, քաղաքական եւ այդ ամենի հետ։ Դա իհարկե շատ խորը պատճառներ ունի, բայց ես ուզում եմ ասել այնպես չէ, որ ինչ-որ մի քանի անհատներ պարզապես ենթադրենք ստերտ համագործակցության մեջ են Ռուսաստանը, չգիտեմ, քաղաքական շրջանակների թե ինչի հետ, ուզում ասել հասարակության մեջ կա հատված, որը ինչպես ասացի աշխարհընկալման եւ մասով նմանություններ ունի դրա պատճառներ խորքային են եւ վերջո կա սերունդ դա որ սոցիալիզացվել է խորքային ժամանակներ իր աշխարհընկալումն է ձևավորել այդպես եւ այլն այդ առումով դա պետք է հաշվի առնել մյուսը եկեղեցու հարցը նայեք այստեղ շատ բարդ խճանկար է այդ ձեր նշած հանգամանքը եկեղեցու այդ մի ահռելի խճանկարի մի մասնիկն է միայն շատ երկար տարիներ հանրության աչքի չի վրիպել եւ հատկապես 2020 թվականից հետո ոչ միայն չի վրիպել այլ այսպես շատ ցցում դրսևորվել է որ հայ առաքելական եկեղեցու հոգեվոր բարձրակարգ դասը որևէ նախատինքի խոսք չունի որևէ դրսևորման ձեռքում Ռուսաստանի նկատմամբ բայց ահռելի մեծ պաշարով նախատինքի պարսավանքի արգահատանքի խոսք ունի
Հայաստանում կատարվող process-ների մասնակիցների նկատմամբ դա լինեն պետական մարմիններ, դա լինեն քաղաքական մարմիններ եւ ի վերջո նույնիսկ դա հասարակ քաղաքացիներ, ովքեր եկեղեցու վերնախավի ինչ-որ մասի քաղաքականապես ակտիվ արտահայտվող մասի, մենք նրանց կարծիքը կարող ենք իմանալ, մյուսներ ովքեր լռում են, մենք չենք կարող նրանց վերագրել ոչ այն։ Դա շատ ակնառու է եւ իհարկե դա հարցեր է առաջացնում, բայց եկեղեցու վարքագիծը, եկեղեցի ասելով մենք պետք է նկատի ունենանք հոգեվոր դասին, որը ներկայացնում է եկեղեցին եւ որը խոսում է այդ մասին, կամ չխոսող մաս, ես ուզում եմ շատ հստակ հասկանալ, որ սա ասելիս մենք չենք կարող ընդհանրացնել։ Նրանք ովքեր չեն խոսել, չեն արտահայտվել, մենք չենք կարող նրանց ասել կամ այսպես են կամ այնպես են։ Մենք խոսում ենք նրանց մասին, ովքեր հրապարակավ բազմիցս կարծիքներ են արտահայտել։ Եւ բայց վարքագիծն այնպեսին է, անկախ նրանից, ինչի մասին է եկեղեցին, ինչի շուրջ է եկեղեցու հոգեվորականներին դա քննադատում, ինչն է խնդիրը, արձագանք պատասխան չի լինում։ Եվ սա ստեղծել է մի միջավայր, որ որոշ նույնիսկ հանգամանքներ, առիթներ, որոնք կարող են ինչ-որ հարցերի կասկածի տեղիք տալ, դրանք արդեն ուռճացվում են, որովհետև գիտեք, որտեղ պատասխան չի հնչում, կամ գործողությամբ, կամ բացատրությամբ, կամ չգիտեմ, ինչ-որ մի կերպ, որ այդ հնչած թեմաների շուրջ ինչ-որ բան կփարատի։ Քանի դեռ դա չի հնչում, այդ ամենը ուռճանում է։ Մենք հիմա օրինակ տեսնում ենք հանրային խոսույթում, մարդիկ այսպես խոսում են քաղաքական շրջան, այնպես կարծես ինչ-որ միտեղ արդեն ինչ-որ մի կնիքով գրված է, որ չգիտեմ, այս կամ այն հոգեվորականը այս երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է եւ այլն է։ Կամ հանրային խոսույթում մենք տեսնում ենք, որ արդեն անբեկանելի, որ հոգեվորականները օրիգիշեր զբաղված են նաև եկեղեցական կանոններով արգելված ինչ-որ գործողություններ կատարելով եւ այլն։ Քանի դեռ այս չպատասխանելու գործելավոճը շարունակվում է, այստեղ միայն կարող են այդ ամենը կարող է շատ ավելի մեծ մասշտաբի վերածվել եւ մնացած բոլոր կետերը, որոնք այսօր մենք տեսնում ենք զուգահեռ հոմիային այդ թեման չէ, որ արծացվում մենք ամեն օր արտանում ենք եւ նոր ինչ-որ նյուանսների հետ ենք առնչվում։ Դա այդ նույն տրամաբանության մեջ է եւ սա շատ վաղուց է, եկեղեցին շատ վաղուց է, որ չի պատասխանում ոչ մտահոգություններին, ոչ քննադատություններին, ոչ արդեն մեղադրանքի վերացված բաներին, չէ։ Ես կարող եմ ասել, որ դեռ օրինակ 12 տարի առաջ մենք մի շատ լավ հուշարձանագետ գիտնական ունեինք Սամվել Կարապետյան, շփոթել ռուսաստանցի հայացքի գործարարի հետ։ Մարդ, որը իր ամբողջ կյանքը նվիրել է հուշարձանների քարտեզագրմանը, տեսակավորմանը, նաև Արցախի եւ այն ամեն ինչի։ Նա մի 12-13 տարի առաջ ուներ տեսաբլոգ, որտեղ իր հետազոտությունների շատ հետաքրքիր թեմաներ էր ներկայացնում եւ մի անգամ մտահղացում էր ունեցել որպես այսպես հուշապատում ներկայացնելու իր հանդիպումները 4 կաթողիկոսների հետ, որովհետև նա գտել էր, որ ինքը եզակի է հավանաբար մարդ, որը այդ բարեբախտությունն է ունեցել 4 կաթողիկոսների հետ հանդիպելու։ Եվ նա իր անհատական տեսակետից այդ կարճ հանդիպումները, թե ինքը նույնիսկ այդ մանրուքները ինչ ազդեցություն, ինչ խոհեր են իր մեջ առաջարկել, իր տեսաբլոգում ոսկեղենիկ հայերենով նա ներկայացնում էր դա։ Այդ ժամանակ արձագանք եղավ Մայրաթորի մամուլի դիվանից, ոչ թե ընդհանրապես որևէ թեմայի շուրջ այլ արձագանք, եւ այդ արձագանքում այդ հուշարձանագետ գիտնականը պախարակվեց որպես արտաքին մութ ուժերի, չգիտեմ, ինչ։ Մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Եկեղեցին ըստ էության չի պատասխանում։ Գիտեք, գուցե պատասխանի ըմբռնում լինի մարդկանց մեջ, բայց այնքան ժամանակ, որքան չի պատասխանում, դա ուռճանալու է։ Եվ մենք գիտենք, եթե կուզեք համեմատենք, չէ որ Հայաստանում 2018 թվական կատարվեց, քանի որ քաղաքական իշխանությունը չտեսնելու, չլսելու էր տալիս նույն կերպ։ Հիմա մենք փաստորեն այս փուլում հայտնվել ենք մի իրավիճակում,
որ եկեղեցին իր գործելավոճով, հա, հանրային բավականին մեծ մասի ընկալումներով այդ նույն, ինչ ասեմ, վրիպումն է անում։ Մենք չենք կարող ակնկալել, որ մարդիկ ունեն հարցեր եւ օր-օրի հայտնվում են ինչ որ փաստեր կամ կասկածներ, չգիտեմ ինչ, որոնք շարունակում են անպատասխան մնալ։ Եվ բայց ամենակարևորը վերադառնալով այդ ձեր ասածին, դա ակնհայտ է։ Եթե տասնամյակով գնաք, հնգամյակով գնաք, ինչպես որ գնաք, որևէ նույնիսկ նուրբ նախատինքի խոսք երբևէ չի հնչել Ռուսաստանի հասցեին, անգամ երբ ռուսական խաղաղապահները բաց աչքով նայեցին, թե ինչպես Արցախահայությունը ֆիզիկական հարձակման ենթարկվեց։ Գիտեք, ինչ որ մի բանի սահման կա, դրանից հետո այլևս չես կարող ակնկալել, որ դա անտեսանելի կմնա եւ դա այսպես աչքի չի զարնի։ Էլ չասենք այդ ամբողջ մի թեմա չէ, ախր շատ թեմաներ եւ եկեղեցին իրեն լրացուցիչ ներդրել է եւս մեկ թեմայի մեջ, քաղաքական թեմայի մեջ եւ այս ամենը այսպես մեծ լուսարձակների տակ է դրել եկեղեցուն։ Գուցե նրանցից շատերն արդեն փոշմանում են դրա համար, որովհետեւ երբ որ հանրային լուսարձակները ուղղվում են դրա վրա, ապա շատ նոր բաներ են ի հայտ գալիս, որոնցով զբաղվելու ոչ ժամանակ, ոչ ցանկություն, ոչ էլ պատեհություն է հասարակությունն ունեցել, բայց այս ամենը հիմա ակումուլացվել է եւ ստեղծել է այս ես օրինակ որպես հայ առաքելական եկեղեցու շարքային հետևող անչափ տհաճ իրավիճակը, որ եկեղեցին հոգեվորականները նրանց շուրջ նորությունները, թեմաները այս ինչ համատեքստերում են ընթանում։ Շնորհակալ եմ Տիկին Ղուլինյան, ձեր այս կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալ եմ, լավ եղեք։ Նմանապես։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Եվրամիության եւ հետխորհրդային երկրների միջև հարաբերությունների հարցերով փորձագետ Իրինա Ղուլինյան Հերցի հետ Գերմանիայից Բերլինից լսեցինք իր դիտարկումները կապված մեր տարածաշրջանային եւ ներքաղաքական գործընթացների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։